Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես Նիկոլ Վահագն Հովակիմյան տանդեմը գողացան մանդատները ԲՀԿ-ից, որից հետո կապիտուլյանտ Նիկոլը արդեն մի քանի անգամ է, որքան նկատել եմ, մտնում է ուղիղ եթեր եւ իր փողոցային բառապաշարով սպառնում է ընդդիմության ներկայացուցիչներին, թե բա պատասխան եք տալու, ձեր բոլոր ձայները դուք գնել եք կաշառքով եւ այլ զառանցանքներ։ Նշեմ, որ նախ ամենաառաջինը Նիկոլի համար ԲՀԿ-ին ազգային ժողովից դուրս թողնելը ուներ ծայրահեղ կարևոր նպատակ։ Նիկոլի ֆրակցիան 61 պատգամավորով չէր կարող շատ կարևոր պաշտոնների, սահմանադրական պաշտոնների նշանակել պաշտոնյաների եւ ինքը պետք է այդ ամեն ինչը համաձայնեցներ ընդդիմության հետ։ ՄԻՊ-ի պաշտոնը, գլխավոր դատախազի պաշտոնը, սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնները, ուրեմն ԲԴԽ-ի գիտնական անդամների պաշտոնները, կենտրոնական բանկի նախագահան, ուրեմն չէր կարող հանրաքվեներ անցկացնել, չէր կարող սահմանադրությունում փոփոխություններ անել, չէր կարող ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ մտցնել եւ այլն եւ այլն։ Եվ Նիկոլին այդ ցայները անհրաժեշտ էր եւ ԲՀԿ-ից գողացված 5 մանդատից 3-ը անցավ Նիկոլ Անհողին։ Հիմա նշեմ Նիկոլի մյուս զառանցանքի մասին, թե բա ընդդիմադիրները ընտրակաշառքով են ստացել իրենց ձայները։ Ուրեմն ով ինձ մեղադրում է ընտրակաշառք վերցնելու մեջ եւ չի ապացուցում, ուրեմն դասական տգետ անասունի մեկն է։ Այլ տարբերակ չունեմ իրեն պատասխանելու։ Նիկոլ Անհող, մեղադրում ես ընդդիմադիրներին ինձ նման 100,000-ավոր մարդկանց ընտրակաշառքով ընդդիմությանը ձայն տալու մեջ կապացուցես, այ ոչնչություն, ոտքիցդ գլուխ ընտրակաշառքով ընտրված ես։ Ու այդ ընտրակաշառքը բազմաթիվ է, թոշակների բարձրացումից ընտրություններից առաջ վերջացրած օգնություններ տրամադրելով։ Հիմա անդրադառնամ Վահագն Հովակիմյան անուն ազգանունով կերպարի, ով ըստ շատ ուրեմն լավ տեղեկացված մարդկանց Նիկոլի մոտ ժամանակին հայկական ժամանակում կոֆե տնող է աշխատել կապիտուլյանտի մոտ, ով հիմա զբաղեցնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, դրա զառանցանքին, թե բա 3 ընտրատեղամասերում չեղարկված ձայները չեն կարող ազդել ԲՀԿ-ի ուրեմն ձայների վրա։ Նախ շատ լավ կարող են ազդել, այդ մեկ, եւ դա ապացուցված է։ Երկրորդը, դատարանը որոշում էր ընդունել, որ պետք է անցկացվեն այդ տեղամասերում նոր ընտրություններ, որպեսզի մարդկանց քվեն հաշվի առնվի։ Այդ մարդիկ, ովքեր քվեարկել են համապատասխան տեղամասերում եւ որոնց արդյունքները չեղարկվել են, մեղավոր չեն, որ թե քո Վահագն Հովակիմյան վերահսկողության տակ աշխատող հանձնաժողովի նախագահան, թե որոշ զինվորականներ հանցագործություն են գործել եւ կեղծել են, ճակերտավոր ասած, ընտրությունները, որոնք եւ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա այդ մարդկանց ցայները ինչի պետք է կորի։ Կամ Վահագն Հովակիմյան ես ինչ ես, դու ինչ գիտես։ Հիմա որ ընտրություն կազմակերպես, ԲՀԿ-ն ցայներ չի հավաքելու, ես համոզված եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կոչ են անելու ընդդիմադիր հայացքներ ունեցող իրենց ընտրազանգվածին, որ բոլորը գնան եւ ԲՀԿ-ին ցայն տան։ Այդ դրա համար էլ դու վախենում ես, այդ դրա համար էլ մանդատագող ես, էժանագին շեֆիդ նման։ Իսկ Նիկոլ Անհողը, բացի կապիտուլյանտից, բացի հարբեցող ծաղրածուից եւ բացի Նիկոլ Անհողից, նաեւ պատմության մեջ կմնա որպես էժանագին մանդատագող։